Կանթանա արգումենտներ ներկայացրել են, գտնում ենք, որ ներկայացված դիմումի էական հանգամանքներ կարող դիմումով էական հանգամանքներ ենք ներկայացնում, որոնք իրենց ամբողջության մեջ ցույց են տալիս, որ ընտրությունները արդար թափանցիկ չեն ընթացել են խախտումներով եւ պահանջ ենք ներկայացրել, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն։ Անվավեր ճանաչելու եւ այլ պահանջել։ Երկրորդ բան չենք ներկայացրել անվավերության, որովհետեւ մեր կողմից ներկայացված խախտումները այնպիսի ծավալի են եւ այնպիսի համակարգային խախտումներ են, որոնք չեն կարող ենթադրել ինչ որ առանձին միջանկյալ քայլերով հարցի լուծում։ Կմանրամասնեք ինչ փաստարկներ եք բերել, որի կարծում եք, որ Սահմանադրական դատարանը պիտի ձեր դիմումը բավարարի։ Հիմնական փաստարկներից կբերեմ մի քանիսը, ամբողջությամբ իմաստ չունի այն ներկայացնել։ Նախ եւ առաջ դա իրավապահ համակարգի քաղաքական քարոզչությունն է, արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, որ իրավապահ մարմինները, քննչական մարմինները ուղղակի քարոզչական համագործակցություն են ունեցել իշխող ուժի ներկայացուցիչների հետ եւ դա իր ազդեցությունն է թողել ընտրությունների ամբողջ ընթացքի վրա։ Ինչ նկատի ունեք Կատարել են հրապարակումներ, որոնք չպետք է կատարեն, չպետք է տային կուսակցությունների անուններ, անմեղության կանխավարկած չպետք է խախտեին, նաև որ ամենասուրն եւ ամենակարևորն է, չպետք է հրապարակեին այնպիսի գաղտնալսումներ, որոնք իրավական նշանակություն չունեն, բայց փորձում են վատ լույսի ներքո ներկայացնեն։ Ամենադասական օրինակը, որ շատերը դասած կլնեք, երբ որ խոսակցության մեջ օրինակ հնչելաշուն շանգյալ արտահայտություն, դա որևէ հանցակազմի տար չի ներկայացնում, ոչ ծանրացնում, ոչ մեղմացնում, բայց քննչական կոմիտեն մոնտաժելով հակակոռուպցիոն կոմիտեն ցանկացել այդ ինֆորմացիան հրապարակել